Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այսօր էլ սպասում են մեր հերթական ուղիղ միացմանը։ Շեյ բարեկամներ, դուք գիտեք, որ մենք արդեն լավ ավանդույթի համաձայն ամեն շաբաթ փորձում ենք ուղիղ կապով զրուցել Մոսկվայում գտնվող մեր բավականին արդեն հանրահայտ հայրենակցի գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Համահայկական ճակատշարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ, պարոն Գուլշյան։ Շատ ուրախ եմ մեր հերթական կապի համար եւ պիտի ասեմ, որ այսօր էլ ասելու, խոսելու քիչ հարցեր չկան, բայց երևի սկսենք այսպիսի մի հարցով։ Հայաստանի ատոմակայանի շուրջ ծավալված այս քննարկումները։ Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Կորեան իրենց նախագծերն են ներկայացրել այս կապակցությամբ եւ ինչպիսին եք դուք տեսնում առաջիկա այդ համագործակցությունը, ինչ անվտանգային, այսպես կարելի ասել, երաշխիքներ ունենք մենք Միացյալ Նահանգների, հատկապես Միացյալ Նահանգների տված խոստումների դիմաց։ Պարոն Գուլշյան, ես բազմիցս խոսել եմ ատոմային կայանների այդ մեր քաղաքականության մասին եւ ինչքան գիտեմ, այսօր էլ հաստատում են, որ մեզ պետք է այդ մոդուլային ատոմակայանները եւ այլ եւ այլ։ Հարցը գիտեք ինչի մեջ է։ Հələ հարցը նրա մեջ է, որ մենք պիտի հասկանանք առաջին հերթին այդ ատոմային էլեկտրոկայանի, որը մեզ առաջարկում են, իր հետ կապված մեր անվտանգությունը։ Դա ինչ պետք է լինի։ Ուրեմն դա պետք է լինի առնվազը, հա, առնվազը փորձարկած, առնվազը այսպես տարիներ շարունակ շահագործված, նորություն չպետք է լինի, մենք չպետք է մեր տարածքում ինչ որ էքսպերիմենտներ անենք։ Այդ մոդուլայինը, որ մեզ Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջարկում է, ինքը ոչ իր սեփական տարածքում, ոչ էլ աշխարհում, ոչ մի տեղ չի տեղադրել։ Առաջինը պետք է տեղադրի Հայաստանում։ Գիտեք ինչ է հիշեցնում, այս չինական ավտոները։ Հա? Երբ որ բերին լցրեցին, մարդիկ չեն իմանում վստահելի է այդ մեքենան, թե վստահելի չի, երբ կփչանա, չեն իմանում։ Հասկանում եք։ Իսկ բանը, ասենք գերմանական մեքենաները, ասենք Mercedes-ը, չգիտեմ, այնտեղ մյուս մատնիշ, ասենք Volkswagen-ը եւ այլ տարիներ շարունակ ծանոթ ենք, մենք դա շահագործում ենք ու իհարկե ավելի շատ ենք վստահում։ Այն նույն պատմությունն է, տեխնիկա է։ Եթե տեխնիկան բերում են, ասում են, հələ իրանց մոտ չեն դրել, չեն փորձարկել, ոչ իման չեն արել։ Ինչ որ թեորիայի մեջ դա գոյություն ունի։ Բերելու են մեր մոտ սարքեն ու հերվից նստեն նայեն։ Կտրակենք մենք, թե չէ։ Հասկանում եք, այդ է հարցը։ Հա, այդ ոնց է Թուրքիան լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահավատարիմ ընկերներից մեկը մեր տարածաշրջանում, ինքը գալիս է Ռուսաստանից է առնում։ Ամերիկյանը չի բերում։ Իրանը մեր կողքի Ռուսաստանից է առնում։ Հասկանում եք։ Մենք գնում ենք ինչ որ բան ենք առնում, սիրուն էլի, ասեն սիրուն բան։ Այն ֆրանսիական լոկատորն է։ Հասկանում եք, սիրուն մեքենա, սիրուն ամեն ինչ սիրուն։ Բերելու ենք դնենք ու շոու անի, մեր երկրի ղեկավարությունը շոու անես, տեսեք, բերը դրել են։ Մի օր էլ տրակի ինչ ենք անում։ Պուլտն էլ տալիս ենք ամերիկացու ձեռը։ Ես նորից եմ ասում, ես դեմ չեմ ինչ որ մի երկրի։ Ամերիկայից ուզում եք բերեք, ինչեք մոդուլային բերում։ Թողա սարքի նորմալ ատոմակայան։ Այդ մոդուլայինը բերում են ինչ անենք։ Դա է իմ մտահոգությունը, հասկանում եք, հենց քաղաքականություն, գեոպոլիտիկա, բան, սաղ են կողմ դնենք։ Ես վստահ չեմ, որ տեխնիկական մասով մենք կարանք համարենք իրենց կողմից առաջարկվող այդ մոդուլային կայանները մեր համար անվտանգ։
Պարոն գեներալ, դե փաստորեն իր անօրինական քարոզարշավը Փաշինյանը վաղուց է սկսել եւ ամեն առիթով փորձում է այսպես հաճոյանալ մեր ընտրողներին։ Գիտեք, որ օրեր առաջ որոշում կայացվեց, որ ապրիլի 1-ից բարձրանալու են թոշակները, Վիոլա ջուրը հայտարարեց 1 օր դրանից հետո, որ ամռան հատկապես ամիսներին գիշերային ջրանջատումներ են լինելու եւ մարդիկ զրկված են լինելու ժամեր շարունակ ջրից, բայց հաջորդ օրն իսկ մեր հայրենի կառավարությունը անմիջապես հանդես եկավ այսպես խրոխտ հայտարարությամբ, ասեց ոչ մի դեպքում մեր բնակիչները պիտի ունենան ջուր եւ այդ մասին երկու կարծիք լինել չի կարող։ Հասկանալի է, որ սրանք շատ էժանագին այսպես տրյուկներ են, որը վաղուց արդեն մենք սովորել ենք ներկա իշխանությունների կողմից վարվող քաղաքականության մեջ, բայց այնուամենայնիվ ինչ են տալիս նման հայտարարությունները։ Քարոզարշավը, որ ասում են օգտագործում է ադմինիստրատիվ ռեսուրսը ընտրվելու համար, վերընտրվելու համար, հա, հենց սկսվում է հենց դրանից։ Տեսեք, տարվա սկզբին այնտեղ 1.5 տարի բանակի ծառայությունը սարքեց առանց որևէ մի հիմնավորելու, որ դա այդպես ճիշտ է, լավ է եւ այլն։ Կարող է ճիշտ է, բայց ոչ մի հիմնավորում չկա, դա խոսում է նրա մասին, որ նա արել է դա դրա համար, որ իր ռեյտինգը բարձրացնի։ Թոշակները հայտարարում էր, որ չի կարա բարձրացնի, հիշում եք, մի քանի ամիս առաջ։ Հիմա տեսա, որ երբ որ Իրան ազգային անվտանգության ծառայությունը իրեն զեկուցեց, որ իր ռեյտինգը 18% է, ես տեսեք ինչ եմ ասում։ Իրան զեկուցել է իր ազգային անվտանգության ծառայությունը, որ իր այսօրվա ռեյտինգը 18% է։ Մեր մեջ ասեմ, ազգային անվտանգության ծառայությունը 3-4% ավել է գրել։ Դա ինձ այնտեղից են ասել։ Թողելն է ասի ճիշտ չեմ ասում։ Ինքը իրանք գժվել են։ Դրանից հետո որոշում են կայացնում թոշակը բարձրացնել, բայց ամենացավալին գիտեք որն է։ Ամենացավալին նա է, որ 10,000 գումարը իրականում մեծ բան չի փոխելու մեր թոշակառու ամենօրյա կյանքի մեջ։ Որտեւ օրեցօր ավելանում է սննդի գինը, հավատացեք, մի ամիս հետո ամեն ինչ այնքան է թանկանալու, այդ 10,000-ը մեջից դուրս գան։ Բացի դրանից, ցավալին հետևյալն է, որ մեր թոշակառուներին մենք չենք կարող պահենք։ Հասկանում եք, մենք մեր մեծերին չենք կարող պահենք։ Հա մենք էլ ենք մի արդեն հեսա հասակները ոնց որ արդեն փոքր չենք, բայց ցավալի է, չէ, որ մենք չենք կարող ասենք 75 կամ 80 տարեկան մարդուն այնպեսի թոշակ տանք, որ այդ մարդը այդ 10,000-ի համար չուրախանա։ Հասկանում եք, մի ճիշտ է, այնպես չի 1000 դրամն էլ է գումար։ Հարցը դրա մեջ չի, միտքս ես խնդրում եմ ճիշտ հասկանալ։ Մենք լինելով 3 միլիոնանոց այսօր ազգ, մեր ժողովրդի մեջ ունենք ծայրահեղ աղքատ ապրող բավականին մեծ զանգված։ Մենք այնքան շատ չենք, որ լավ չապրենք։ Ու ասեմ ձեզ, մեր օրինակ ծրագրերով, եթե մեզ վստահվի իշխանությունը, մենք մոտավորապես 3 տարվա ընթացքում բոլոր ֆիզիկական հարկերը հանելու ենք։ Ու այդ ունենք այդ հնարավորությունը, հա։ Իսկ ինչ վերաբերվում է իրենց գործողություններին կապված այդ իրանց այդ հերոսական միջամտումներն, Վիոլա ջուրը, գիտեք, ֆրանսիական ձեռնարկություն է, հա։ Մոլիբդենը մեր էլի արտասահմանցիներինն է։ Զոդու ոսկի հանքը էլի արտասահմանցիներինն է։ Չեմ ասում, որ երկրին է։ Ես նորից եմ ասում, հիմա այստեղ խնդրում եմ գեոպոլիտիկա չնայեք։
Երկաթգիծը արտասահմանցիներինն է։ Տրիպի ճանապարհ են սարքում 74%-ը արտասահմանցիներինն է։ Գազը արտասահմանցիներինն է։ Նավթը արտասահմանցիներինն է։ Զվարթնոց օդանավակայանը արտասահմանցիներինն է։ Ես հարց ունեմ, մենք այդ երկրում վարձով ենք ապրում։ Ինչ է դարել էլի։ Դրա համար էլ մեր ժողովուրդը աղքատ պետք է լինի։ Դրա համար էլ մեր թոշակառում ստիպված 10,000 դրամի համար է բան անում։ Միևնույն ժամանակ արտաքին պարտքը արդեն հասել է 14 միլիարդի։ Ինչ են մեզ դրել այդտեղ հեքիաթ պատմում։ Լավ, մի բան ցույց տվեք, որ մեր ժողովրդինն է։ Մեր ժողովրդի սեփականությունն է։ Մի բան ցույց տվեք։ Եկել է կոռուպցիա, էս ինչ, անջախ ընկնեն ինչ որ մեկից մի տուն վերցնի, մի հատ որ մեկի երեխուն կանչում է, ասում է, քո papan լավը չի, էս կվարտիրան քեզ որդից, այ տղա, գնացեք նայեք այն գիգանտները, որ ընդեղ են։ Մեր հողից միլիարդներ են տանում։ Միլիարդներ, միջև հիմա հունքն են հանում տանում։ Հասկանում եք։ Հունքը։ Դե թող Ռուսաստանից փորձեն հունքը տանեն։ Թող փորձեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից հունք անեն։ Թող փորձեն։ Չեն կարա։ Հասկանում եք, իսկ մեր մոտ տեսեք ինչ է կատարում։ Ոսկին հողը լցնում է, տանում է։ Մեր հողը կրում տանում է։ Ու դա նորմալ չի։ Ընդերքի մասին օրենքը չկա։ Չի աշխատում։ Հասկանում եք, ես ուզում եմ ասեմ, 8 տարի վերընկած են այդտեղ։ Այն լոզունգներով, որ եկել են, թող մեկը ասեն, որ անեն են։ Սկսած են իրանց են դուխով, որ կեպկաներով ման էին գալի։ Սկսած է դուխովից։ Ու քիչ-քիչ հանձնում ենք, հողնել ենք հանձնում, հասկանում եք, որտեվ աղքատ ենք, փող չունենք, վարձով չես կարա կռվես։ Սենց ասեմ։ Չես կարա վարձով երկար ժամանակ կռվես։ Վարձով ապրողը չի կարա կռվի։ Մենք բոլորս մեր երկրում, ասեմ ձեզ, վարձով ենք ապրում։ Այդ հողը թվում է, որ մերն է։ Որտեվ այդ հողից մենք չենք օգտվում։ Շատ թողներ են ինձ գյուղացիները, իրանք շատ հարգում սիրում եմ, շատ են պամիդորն է մերը, որ աճեցնում ենք։ Ջուրն էլ մերը չի, որ այդ պամիդորի մեջ կա։ Ինչա, չէին կարողանում մի հայկական այսպես կամպանիալներ, որ այդ ջրին տիրություն աներ, չէին կարող, այդքան խելք չունեինք։ Դե թող գնան մի հատ Էմիրատներում, մեկը մի հատ ֆիրմա բացի։ Թող գնա։ Ինչքան էլ մեր մոտ ասեն կանոնով տղա կլինի, թող գնա բացի։ Պայմանը գիտեք որն է։ 51%-ը պետք է լինի տեղի քաղաքացու սեփականություն։ Ով ուզում է սեղի, ուզում ես Mercedes ֆիրման եղի։ Ուզում ես ընդ զավոդ սարքես։ 51%-ը մերը պետք է լինի։ Իսկ մեր մոտ խնդրեմ։ Մենք ինչ ենք։ Արևտրական ենք, լավագույն դեպքում արևտրական։ Դախլու սեղան ենք։ Հասկանում ես, տարածաշրջանում դախլու սեղան ենք։ Այդքան բան։ Պարոն Կարապետյան, տեսեք, Փաշինյանի իշխանությունը շատ հաճախ համարում են բռնապետական, որովհետև եթե հանկարծ մի քաղաքացի փորձի անգամ որևէ կոշտ ստատուս գրել Փաշինյանի հասցեին, նրան անմիջապես կարող են ձերբակալել։ Եվ սա շատ սովորական բան է մեր մոտ դարձել։ Լավ, սա ինչ մոտեցում է, երբ է այս ամենին վերջ տրվելու։ Պարոն Ղուշյան, դե ես ինչ ասեմ։ Մեր երկրում ով է չագուչով ձեռը մանգալի։ Մեր երկրի ղեկավարը, դրոշն էլ վրեն կպցրած։ Ով է վախեցնում սեփական ժողովրդին։ Մեր երկրի ղեկավարը։ Վիրավորանքը հասցրել են, ես դեմ եմ վիրավորելու։
Դուք դա գիտեք։ Դեմ եմ։ Բայց փաստացի ստացվում է հետևյալը։ Ինքը կարա մի ժամում գործ պահանջի, որ գործ հարուցեն, մի ժամվա մեջ, եթե իրան վիրավորել են։ Մարդ էլ կա կարա շաբաթներով նամակագրության մեջ մտնի, ասի այ ախպեր ջան։ Այս մարդը վիրավորում է։ Հասկանում եք։ Ես հետո կվերադառնամ ավելի մանրամաս։ Մեր երկում ամենա գիտեք լավ ապրող մարդը մեր երկրի ղեկավարն է։ Ամենապաշտպանված մարդը մեր երկրի ղեկավարն է։ Մնացածը ոչ մեկ պաշտպանված չեն, այդ թվում իր մտերիմները։ Ինքն է։ Հասկանում եք, ու նստում է ինչ որ բաներ է խոսում, ստրատեգիական բաներ են խոսում, այդ ձեր ցավը տանեմ, դուք ուր, ստրատեգիան ուր, դուք բան եք հասկանում։ Դուք բան հասկանում եք։ Դուք չեք ասում եմ մենք ասում եմ պլանում չունենք 102-րդ բազան հանենք այդտեղից։ Դուք չունեք ստե հարցրել եք իրանք ունեն էդի թե չէ։ Կարող առավոտը զարթնեք, ստեղ որոշում, Մոսկվայում որոշում կայացնեն, ասենք հանում ենք սահմանապանել 102 բազան 24 ժամ։ Ինչ եք անելու։ Ինչ եք անելու։ Ու կարա իրա պատոհանից արած սարը երևում է։ Կարա իրա պատոհանից նայի են կոմը։ Տենա իրադարձությունները ոնց են զարգանում։ Դու ես որոշում, ինչ եք որոշում դուք այդ տարածաշրջանում։ Ու ես նորից հիշեցնում եմ, մեր այսօրվա իշխանությունը չի աշխատում մեր ժողովրդի համար։ Չի աշխատում, իմ կարծիքը դա է։ Ու իմ կարծիքը հիմնավորված է։ Ես ասել եմ, որ կգա ժամանակը, համապատասխան ապացույցները ես կներկայացնեմ։ Պրոստը հիմա ժամանակ չի։ Հիմա եթե ես դնեմ անեմ, երկու օր խոսալու եմ, ինքն ջրելու եմ երկու սուտ ասելու ստենդը, ջրի գնա, չէ, անենց ենք անելու, որ այդ պահին հրապարակելուց ասել եմ, մի քանի ժամ հետո իրան կտեղ չլնեն։ Պարոն գեներալ, տեսեք, վերջին շրջանում նորից շատ է խոսում գերիների մասին, բայց մենք տեսնում ենք, որ երկրի ղեկավարը հատկապես բարձր ամբիոններից խուսափում է այդ մասին խոսելուց։ Բաքվում պահող այդ մեր ռազմագերիների մասին է խոսքը։ Եվ չգիտես ինչու, անգամ այս նախընտրական շրջանում թվում էր թե գերիների թեման այն էր, որ կարող էր արդանցել, բայց միևնույն է, Փաշինյանը խուսափում է այս թեմայի մասին բարձրաձայնել։ Ինչու ձեր կարծիքով։ Իրանց ծրագրով են այդ մարդկանց տարել այնտեղ։ Իրանց ձեռք է տալի, որ այդ մարդիկ այնտեղ են։ Հասկանում եք։ Ու իրանց այդ դատավաճիրները ձեռք է տալի։ Ես դա հասկանում եմ ու տեսնում եմ։ Բոլոր դեպքերում ես պիտի ցավով ասեմ, որ տպավորությունն է, որ մենք բոլորս ենք համաձայնվել այն դատավճիրների հետ, որ այնտեղ կա, որտեվ ընդհանուր հանրությունն էլ այդպես ակտիվ չի պաշտպանում իր քաղաքացիներին։ Հասկանում եք, չի պաշտպանում։ Մենք ու ոնց վերեն կալե ասենք մեկին չգիտեմ, ընդեք 20 տարի են տվել, մյուսին ցմա են տվել եւ այլ։ Ես շատ ցավում եմ մեր տղաների համար։ Ու ասեմ, մենք անում ենք եւ անելու ենք ամեն ինչ այդ մարդկանց այնտեղից հանենք։ Անելու ենք։ Բայց մեր հիմնական խոչընդոտը այսօրվա մեր իշխանությունն է։ Կզած մանգալով տարբեր հարթակներում հանդիպելով, մի հատ դուխ չունի ասի, այդ թուղթը չեմ ստորագրի, այդ խաղաղության թուղթը չեմ ստորագրի, կամ նույն ամերիկացուն ստորագրում էր այդ տրիպի ճանապարհը, ինչի դիմաց է ստորագրել, դու դրա դիմաց ինչ ես ստացել։ Ոչ մի բան, վերես կալ ես ստորագրել ես, պահանջեիր, որ այդ մարդկանց տայր, ասեր չեմ ստորագրի այդ ճանապարհը միջև այդ մարդկանց չտաս, ու ես վստահ եմ, ամերիկացիները կճնշեին Ալիևի վրա, եւ
այդ հանուն այդ փաստաթղթի։ Ինչ չես արել դա։ Ինչի հիմա չես ճնշում։ Ինչի չես խոսում մի բառ։ Ինչի ես վերջի 5 տարվա մեջ ոչ մի պատասխան, նորմալ պատասխան Ադրբեջանի նախագահին դու չես տվել։ Նա այնտեղից ինչ ասես ասում է, որ այդ Հայաստանը արևմտյան Ադրբեջանա, ասում է, որ պետք է 350,000 մարդ պետք է տեղափոխվի ապրի Հայաստանում։ Ցույց են տալի, գալիս են ադրբեջանցիները մեր տարածքով գնում են իրանց շերիմներին, տեսնում են, չգիտեմ, այնտեղ ինչ որ արագություններ են անում։ Հարց եմ տալի։ Պարոն իշխանություն, դուք ում իշխանությունն եք։ Դուք մեր ժողովրդին չեք կարող, ոչ ներսում պաշտպանեք, սա օրը սպանություն է։ Սա օրը մի օր չկայես անտեր մամուլը նայես, մեջը չլինի կամ սպանություն, կամ կողոպուտ, կամ չգիտեմ ինչ եւ այլ եւ այլ։ Պահում ես դատախազություն, պահում ես MVD, պահում ես ազգային անվտանգության ծառայություն եւ այլ, կարամ թվարկեն։ MVD-ի քանակը հասցրել ես 28,000-ի ըստ իմ տեղեկությունների։ Ես չհասկացա, 28,000-ով չեն կարում 40 հոգու դեմ գնան ասենք այդ մարդկանց հանգստացնեն, որ իրար չկոտորեն։ Հետո ճիշտ ասած մեր ժողովրդի վրա եմ զարմացած։ Երկու ավտո գալի իրար դեմ կանգնում են, ճանապարհ չեն զիջում, հելնում իրար փոր են թափում։ Ադրբեջանցին այնտեղ ինչ ուզում անում է, մեր հողի վրա հարձակվում է, մեկը չի եթում ես մեր իշխանությանն ասի, այդ խես դա թույլ տալի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Որ ես նայում ես, ինչի պատճառով է, օրինակ 40 հոգով մի հոգու տպում են։ Ես զարմանում եմ։ Ճիշտ ասած, ես այդ հերոսությունն էլ չեմ հասկանում։ Այդ տղայությունն էլ չեմ հասկանում։ Հասկանում եք։ Երբ որ այդքան հոգով հարձակվում են մի հոգու տպելու, չեմ հասկանում։ Բայց այդ դնենք են կողմ։ Ինչի պետք է մտներով անցնի դա։ Ինչի ասեմ, որտեղ քո մամուլը եւ քո հոգեբանությունը եւ ձեր բանը դուք փողոցային եք, եկել եք իշխանության։ Փողոցից փողոցային մարդիկ եք դուք։ Անգրագետ մարդիկ եք։ Իսկ բաներ կա, որ դուք չեք կարա հասկանաք, ու չեք կարա, եթե չեք հասկանում, չեք կարա կարգավորեք։ Այ ինչի մասին է խոսքը։ Ու ամեն ինչ անում են, մեր կուլտուրային կոդը ուզում են փոխեն։ Հասկանում եք։ Ասում է, sense տերմինոլոգիա կա, որպես մասնագետ եմ ասում, կուլտուրնի կոդ նացի։ Այդ կոդը ազգի հիմքն է։ Եթե այդ կոդը փոխում ես, ազգը փոխվում է։ Ինքը կոդն է փոխում։ Մեր ազգի կոդն է փոխում։ Պարոն գեներալ, տեսեք, Եվրոմիությունը ըստ իրենց հայտարարության ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում զսպեն հիբրիդային պատերազմը եւ ըստ պատտվող լուրերի անգամ մեր երկրի արտաքին գործերի նախարարն է դիմել Եվրոմիությանը, որպեսզի իրենց օգնեն Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող այդ հիբրիդային պատերազմից մի կերպ այսպես ազատվելու համար։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Անգուշյան, ես ճիշտն ասած չեմ ուզում այդ մասով խոսալ, որտեվ ես գիտեմ, որ այդ մարդիկ չգիտեն հիբրիդային պատերազմը ինչ է։ Պատկերացում չունեն, հասկանում եք։ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ եւ այլ։ Իրանց դրել են, չգիտեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների տեղը կամ Չինաստանի տեղը կամ Ռուսաստանի տեղը։ Ոչ չեն հասկանում ինչ են խոսում։ Հասկանում եք։ Ու լինելով ոնց ասեմ, ես նոր ասեցի, լինելով հույր սեփական տարածքում,
մենք մեր սեփական տարածքում հույր ենք, որտեղ ոչինչ այդ տարածքից լուրջ բան մեզ չի պատկանում։ Ես էլ գալու են բանը ուրանի հանքերը բացեն, այն որ սովետի ժամանակ կհիշեք մեծ բողոքներ եղան, երբ որ ուրանի հանքերը բան էին անում, աշխատում էին, մենք ազգը բավականին հիվանդ էր։ Հեսա ամերիկացիները գալու են ուրանի հանքերն էլ բացեն, ուրանն էլ քանդուքար անեն, տանեն, էլի մերը չի լինելու ոչ մի բան, հա, ու ինչ է ստացում։ Ստացումը մերոնք խոսում են հələ գիբրիդային պատերազմի ժամանակ։ Իրանք այդ գիբրիդայի պատերազմի մասնագետներին բերե մտցրել են Հայաստան, որոնք սաղ աշխարհում է գիբրիդային պատերազմ են։ Հələ մի հատ էլ ասում են հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ։ Դա ասում պատկերացում չունեն։ Դրա համար իրենց այս գործ բաները մեկնաբանելը շատ բարդ է, հա։ Ոնց կարա, ասենք մասնագետը վիրաբույժը մեկնաբանի մի մարդու, որը որ դանակը վերցրել է ձեռը ու ուղակի կտրումա չունենալով ոչ մի բան, ինչ որ նա մեկնաբանի նրա գործողությունները չի կարա, մասնագետը չի կարա, որտեղ նա ընդամենը մսավաճառ է, թող ներենից մսավաճառները այդ կոնտեքստով չեն բանում, հա, դա մսավաճառը մարդու օպերացիա անում, պրոֆեսիոնալ վիրաբույժը չի կարա մեկնաբանի իր գործողությունները։ Այս այա իմ մոտեցումը։ Այդ մարդիկ չգիտեն իրանք ով են, չգիտեն իրանց դեմ ով է ինչ անում, իրանք չգիտեն ոչ նորմալ պատերազմը ինչ է, ոչ էլ հիբրիդային պատերազմը ինչ է, եւ ինչ պատերազմի ձևեր կան։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ զրուցում էինք համահայկական ճակատշարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ։ Այսօր այսքանը, ցտեսություն։